Կառավարության նիստում գործադիրը նախ հավանություն տվեց չզեկուցվող հարցերի փաթեթի ընդունման ապահանցավ զեկուցող հարցերին, որոնցից առաջինը վերաբերում էր Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարվելիք փոփոխություններին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է կարգավորել ի հայտ եկած որոշակի խնդիրները և վերանել նախատեսված աջակցության չափերը։ Ծրագրով առաջարկում է նաև որպես ընտանիքի անդամ և միաժամանակ շահառու դիտարկել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին, անկախ նրանից, թե այդ ընտանիքը երբ է ստացել իր հավաստագիրը։ Թորոսյանը առանձին անդրադարձ կատարեց շահառուների կողմից սպասված փոփոխությանը։ Նախագծով առաջարկվում է վերանայել ծրագրով սահմանված աջակցության չափը, մասնավորապես ընդլայնել 4 միլիոն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որոնք ներկայումս 611 են, եւ ավելացնել դրանք 150 բնակավայրով, եւ խոսքը վերաբերում է Երևանին սահմանակից համայնքներին, նախկինում Երևանը եւ Երևանին սահմանակից համայնքները սերտիֆիկատների իրացման ժամանակ կարող էին շահառուները ստանալ 3 միլիոն դրամի փոխհատուցում։ Մայրաքաղաքին սահմանակից համայնքներում Աշտարակում, Արտաշատում, Մասիսում, Փարաքարում, Աբովյանում, Նորհաճնում, Նաիրիում, Գառնիում եւ Ջրվեժում Ղարաբաղից տեղահանվածներին բնակարան ձեռք բերելու համար տրամադրվող աջակցությունը 3-ի փոխարեն կդառնա 4 միլիոն դրամ։ Ամփոփելով իր միտքը հայտնեց Թորոսյանը։ Վարչապետ Փաշինյանը ընդգծելով Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների բնակապահովման կարիքները հոգալու կարևորությունը, խոսեց նաև ծրագրի քաղաքական նշանակության, նաև իշխանության որդեգրած ուղեգծի մասին։ Ըստ Փաշինյանի, խաղաղությունը, որի մասին այժմ շատ է խոսվում, ոչ միայն քաղաքական, այլ շատ հաճախ սոցիալ-հոգեբանական նշանակություն ունի։ Ես ուզում եմ նաև կառավարության նիստում արձանագրել եւ նույնիսկ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ Չկա ավելի դաժան եւ տառապալի բան, քան սպասումը։ Բայց մենք որպես ժողովուրդ արդեն 100 քանի տարի է այդ սպասումով ենք ապրում եւ սա ուզում եմ ընդգծել էլի, սա կայսերական քաղաքականություն է։ Սա հակահայկական, ապահայկական, կայսերական քաղաքականություն է։ Նշենք, որ կառավարության նիստի ընթացքում որոշվեց եւ ավելի քան 2 միլիարդ դրամ հատկացվեց սուբվենցիոն եւ մարզերում անհետաձգելի ծրագրերի իրականացման համար։ Մեկ այլ ծրագրով էլ դրական եզրակացություն ստացավ 2026 թվականի բուսաբուծության աջակցության ծրագիրը։